Աստծո ես չեմ ասում բոլոր տղամարդիկ հալածուլած են, սակայն տղամարդիկ կան որ կանայք են ստիպում որ նրանք լինեն վատը։ Ինչի է ուրիշ ինը կարողանում է քո մարդուն քաշել բերելա, իրանով անել եւ կտրել տանից տեղից կնգանից երեխեքից իր կողը տնկել, դու այդքան բան չես կարող անես։ Որովհետեւ քո մարդուն վիրավորում ես, քո մարդուն քեզից սարացնում ես, քո մարդուն սերը քո իր մեջ հանգցնում ես, որովհետեւ քո մարդուն խոսքը տրորացում ես, որովհետեւ քո մարդը քո համար տեր չի, իսկ ուրիշ ասում, արի ես քեզ հենց տեր կանե որ կնիկը կյանքում այդ քեզ տիրություն չի արել, այդպես ոչ ես կարող։ Աննեցա շրայլում, աննեցա փռում, աննեցա քաղցրացնում է տղամարդու ճանապարհը իր դեպի իրան, Ուրեմն ես քեզ ես ոչ չէի հանդիպել, մենք էլ սրա ձեռս ինչ անում, կյանքս կերավ։ Արի, մի երկու քաղցր խոսք էլ ասում մարդու իրանով անում։ Այս դու մի հատ քաղցր խոսք ասա։ Ջան ասա, ջիգար ասա, ես քո մարդը քեզ ստի թափի շիմոտ։ Հա? Նայ ուրիշին, որ տենա մարդը։ Ասես։ Ողորմի տեր աստոտ, մի հատ մարդու տյոլա այդ աշկա իստո մեկոմա, որտեղ ինքը կուշտա։ Որտեղ իրակ ինը իրակ աչքը կուշտացրած է պահում։ Հասկանում ես, սոված չի։ Այդ մարդը սոված չի։ Հագեցած է ներսով, հագեցած է պատվով, հագեցած է արժեքավորված իր կնոջով։ Դրամատը երբեք ուրիշի դուր չի բացի, երբեք ուրիշի կնոջը չի նայի, եթե ինը դիրքում է, ու իր մարդու սրտով է, իր մարդու խոսքով է, իր մարդու արժեքավորում է իր մարդուն։ Այդ դրամատը ծաղկում է օրորի եւ ծաղկեցնում է իր կնոջը։ Ինչքան կինը ծաղկեցնում ամուսնուն, բարձրացնում է, պատիվ ատալի, պատվի արժանացնում։ Դրամատը իր կնոջը կբարձրացնի, պատվի արժանացնի, կինը կծաղկի, ծաղկած կապրի։ Շատ կանայք նախանձեն քեզ, ու կասեն, հլսրան այ, ես ինչա պահում իր կնգան, վարդերի մեջ, բամբակի մեջ ապահում, քեզանից է դա գալի։ Հələ այդ մարդը չորի, չոր խոսք ասա։ Բամբակը կտանա չոր թախտ։ Հասկանում եք, դե փակությունը չորանա, դուք չորացնեք ձեր փակությունը։ Դրամատը սիրում է իրան քաղցրացնում է, դրամատը սիրում է իրան դեպում են, դրամատը սիրում է իրան ուրգուրում են, լավ խոսքեր են ասում, ջան ջիգար են ասում, եկին իր ֆորմի մեջ է տեղավորվում։ Ասում եք, իր ֆորմով դրամատում այսպես վերցնում է իր ներկայության մեջ եւ քաղցրացնում է դրամատու կյանքը։ Իսկ այն կինը որ չորացնում է, փշոտ լեզու ունի ու ցավացնում է, սիրտը վիճեր ցավը պատճառում իր խոսքերով։ Դրամատը կփախնի։ Այն չէ շատ երախոպան է դու, անունա խոպան չեն դու, փախում է կնանքից։ Այդ դրանք է դուք ստեղծում։ Դրանք մեկի առնում նստում են մնում են։ Օպորտունե, յախա թափալը վեթում են։ Ինչի համար։ Ումից է սպատ։ Որ կնիկա քեզանց լավը։ Սաղից լավ էլի։ Բամսը պահի կոկողը, տակացրու, քաղցրացրու։ Հասկանում եք։ Այնպես որ հնազանդությունն է ձեր տանքը լցնում։ Ու դու անմարդ կմնաք ու չորացամը կմնաք։ Ու ձեր կյանքը չորացամը կասնի։ Աշկերել եք ուրիշ կանանց կտնեք նախանձեք, որ այս կնիկը այս քշերով իր մարդուն ծոց մտնում, տակացնում է իր մարդուն։ Այս դու մենակ քնել եք որ ձեր մարդը ուրիշին է գրկել տակացնում։ Հասկանում եք։ Դուք մենակ եք չորացած եք։ Ձեր առօրյան ցտում եք աչու, ցախ թեփը լավ եք ապրում, թեփը ազատ եք ապրում։ Դա ազատություն չէ, դա կապանք է։ Որ կողքից է նայեն ասեն մարդը վրից թողը գնացել, այնտեղ հուրականիկ։ Թրել է մարդը կնգավորից։ Որտեղ դե կնիկ չկա։ Կյանքը կերավ փախավ։ Հասկանում եք։ Ու դուք դες լավ եք ասում, թե իբր մենակ եք ապրում, լավ եք ապրում, չորացած ճղի նման ապրում եք։ Այնօր դու սեչ տենակ, չգորովալից սեր չապրեք, չտակասնեք ու չտականաք։ Բայց կյանքը դրա մեջ է, քաղցրությունը դրա մեջ է։ Բայց կյանքը ինչի համար է։ Կյանքը նշանակում է հաճույք, կյանքը նշանակում է հաճելի է դա։ Կյանքը հաճելի է, կյանքը փափագելի է, կյանքը ցանկանալի է։ Կյանքի մեջ կա գերագույն հաճույք, որը կինը տղամարդ ապրում է։ Իսկ եթե զրկված եք հաճույքից, այդ բովից, այդ սիրո ներկայությունից, հասկանաք նրանցները չորացավակա, անհետաքրքիր։ Ինչի համար բաժանություններ լինում, որտեղ գալիս է պահ, երբ որ մարում է այդ սիրո ներկայությունը, սիրո ընթացքը, մեկը մեկին լեզու է դարձնում, կինը լեզու է դարձնում, մարդը չորում է, կինը լեզու է դարձնում, մարդը չորում է, ու դա թարմեց է բաժանում։ Սեր չկա որ կապի, մայա չկա։ Եթե մայա չկցես տաթի մեջ, գոր տաթի մեջ, դեպուս գոլ տաթի մեջ, որ կատով են պանիրը սանքնա, պանիրը կձևավորվի, չի ձևավորվի, կանթը ոսկան ես կմնա։ Իսկ սեր չելա ձեր մեջ, կգտնեք իրար, կմնաք լոգ ջուր, հասկանում եք, ոսկան կնես կմնաք սարակ իրարից։ Այնպես որ սերն է միացնում, ամբողջականացնում, սերն է միավորում, սերն է ընտանիքը կառուցում։ Ոչ թե կին ու տղամարդը, դա միջոց է, կին ու տղամարդը ընտանիք ազնելու մեկ մարմին դառնալու միջոց են, սակայն այդ երկուսը մեկ դառնալու այդ միջոցը սերն է։ Սերն է միացում եւ երկուսին մեկ դարձնում։ Իսկ եթե սերը չնա, դուք երկուսն եք, երկուսն էլ երկուս կմնաք, ու մեկ չեք դառնա։ Ու երկուսը էլ կբախեք իրար ու գնաց, դու եսօր։ Ո՞վ է քեզ առնելու հետո։ Հա։ Դա ընկաթող մեկը, որ կնիկը կամ մացելա կամ թողելա կամ մեկը բաժանվելա, մեկը կնգանից փախելա, ու դեռ հոգ կնգանի։ Որ իմանալ ու մարդը դից փախելա, քեզ ո՞վ կառնի։ Սա կյանքում կմնաս մենակ։ Աշխատես ում եք կտեքես ու սոված մանկը դասկասես։ Հասկանում ես, խնդիրներ կա։ Մարմինը ուզում է, շատ բաներ ուզում։ Մարմինի մեջ ինքան ցանկություններ, որպեսզի բավարարես։ Եթե չբավարարեցիր, քեզ այսպես շորի նման դրապի ման կօգտագործի քեզ։ Ու քոներս դու չես կարող քեզ տիրապետել կառավարել, աշխատը կգցես աչուծախ։ Ու քո անունը քո պատիվը կգցես հասարակության մեջ, ու քեզ ոչ մեկ պատմաբեր չի համարի, ու քեզ չի արժեքավոր եւ քո կողը չի գանի քեզ հետ զրուցեն ու խոսան։ Ու դու նմար չի մտնի, ոչ մեկ իր հարցին իր աշխարհ չի թողի այդ շփվել։ Այս կնգաչտակ չառնեք։ Շնացողը, հասկանում եք, աշխը դուսնա, մարդուն գցե հետևից չի դիմանում էլեֆրոմա։ Այնքան բաներ կա, դուք ինչ գիտեք, ձեներս ինչ եք ուզի։ Մարդ ձեր գլխին լավ է կզգում, բայց գնաց հետո ինչ կզգաք։
Հասկանում եք, հետո ձեր վիճակը ո՞նց անելու։ Խնդիրներ կան։ Ուսեց վերջը տերել եք ձեր ամուսների, ձեր տերերին տերել եք, խոնարհվեք ծառայեք ձեր տերերին, որ ձեր տերերը ձեր տխին տեր լինեն, ձեր կյանքը իրություն անեն ձեզ։